Նշեցիք, որ կփորձեք այդ հարցի վերաբերյալ գերիների հարցի վերաբերյալ այս առումով շատ են հնչում քննադատություններ, որ այդ հարցը չեք քննարկում, 17 միլիոն ծախսվում է ինչի համար, ինչ է նշանակում քննարկում, այսինքն բանակցություններ են տարվում, որ դառնա օրակարգային հարց գերիների։ Դուք նոր միացաք մեզ ներողություն, որտեղ այդ հարցին բավականին մանրամասն խոսել ենք այդ թեմայով։ Սկսած մտնի օրակարգ, որտեղ հիմա այդ հարցը օրակարգում է։ Այդ հարցը օրակարգում է։ Պնդումը թե այդ հարցը հիմա օրակարգում չի, ես կարծում եմ կոպտագույն սխալ է, այդ հարցը օրակարգում է եւ պաշտոնական բանակցությունների եւ բոլոր մակարդակներով խոսակցությունների։ Որ պարոն Հաջիևը հավաստիացրեց մեզ, որ ընթանում են ակտիվ բանակցություններ։ Եվ որ հայկական կողմը միշտ այդ հարցը բարձրաձայնում, այնպես որ նման պնդումը ես կարծում եմ շատ սխալ է։ Այս ֆորմատում էլ է օրակարգում եւ հետո կնայեք ուղղակի վիդեոն տարբերակով կտեսնեք այդ թեմայով ինչքան ենք խոսել։ Նորից չանդրադառնանք։ Շատ քաղաքական ուժերի մոտ հասկանալի չի, դուք այնտեղ ինչով եք գնում զբաղվում։ Ինձ հետաքրքիր է ինչ-որ տես կոնսուլտացիաներ մինչև մեկնել եղել են քաղաքական ուժերի հետ, հանդիպումներ, քննարկումներ։ Մենք առաջին փուլի ադրբեջանական կողմի գալուց հետո հենց ես կարամ անձամբ իմ վրա օրինակը բերեմ, մեր վերլուծական կենտրոնը կազմակերպել է կոնսուլտացիաներ քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, քաղաքական ուժերի հետ։ Մենք հրավերները ուղարկել ենք, ովքեր որ համաձայնվել են եւ ներկա են գտնվել, այդ քննարկումներին մասնակցել են։ Համեցեք։ Ադրբեջանական դպրոցներում ատելության խոսքից քարոզը շարունակվում է, օրեր առաջ մամուլում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ դպրոցներից մեկում աշակերտները ներկայացման ժամանակ բեմադրում են, թե ինչպես են հային բերման ենթարկում եւ նրանց ստիպում ասել Ղարաբաղն Ադրբեջան է։ Ձեր հանդիպման ժամանակ նման դեպքերի բացառմանն ուղղված քննարկումներ ունեցել եք։ Բնականաբար, ես եթե նկատեցիք նախորդ հարցին պատասխանելիս նման միտք արտահայտեցի, որ կան 3 փուլերով կատարվելիք խնդիրներ միմյանց նկատմամբ դեհումանիզացիան եւ ատելությունը դադարեցնելու ուղղությամբ։ Կան 3 խումբ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ։ Դպրոցը ընդհանրապես այս խաղաղաշինության գործընթացի մեջ ամենաերկարաժամկետ, ամենաբարդ խնդիրներից մեկն է, որտեղ այնտեղ կան պետական մոտեցումներ, այնտեղ կան մանկավարժների մոտեցումներ, այնտեղ կա դպրոցի ուրեմն քաղաքականությունի երևի գաղտնիք չեմ բացառի, որ դպրոցները եւ ամենաինքնավար մարմիններից մեկն են ընդհանրապես աշխարհում։ Ես եթե ճիշտ եմ հիշում, Հայաստանի վարչապետներից մեկը մի անգամ բաներ միտք էր ասել, որ ինքը կերազեր այնքան իշխանություն Հայաստանում, ինչքան դպրոցի տնօրենը ունի դպրոցում։ Իսկն դրանք այո, այդ խնդիրները կան, մենք այդ խնդիրների մասին ես երաշխավորում եմ, որ բարձրաձայնում ենք, մի անգամ չի որ բարձրաձայնել ենք, ընդ որում նաև շատ ավելի համակարգային եւ կներեք լուրջ խնդիրների մասին ենք խոսել, քան միա դպրոցական ներկայացումը, խոսել ենք դասագրքերի մասին, խոսել ենք մեթոդաբանության մասին, խոսել ենք արմենոֆոբիան, ինստիտուցիոնալացված արմենոֆոբիայի մասին, այդ բնականաբար այդ բոլոր հարցերը բարձրաձայնվում են եւ նույնիսկ եմ ուզում կրկնել, կան երկարաժամկետ լուծում նախատեսող խնդիրներ եւ որոնք նաեւ ենթադրում են որոշակի կոորդինացիա կողմերի մեջ, որովհետեւ այդ օրինակ դասագրքերի մեջ իդեալական տարբերակը նա է, որ երկու երկրների միջև լինի որոշակի ներդաշնակեցում, թե անցած պատմությունը, անցնող պատմությունը ինչպես է լուսաբանվում, դա իդեալական տարբերակն է, դա իսկապես ուրեմն կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ մարդկանց ուղեղներում, մարդկանց ուրեմն, չգիտեմ, կենցաղում կոնֆլիկտի հաղթահարման իդեալական տարբերակը դա է, բայց դա ճանապարհը, որը մենք դեռ պետք է հասնենք այդտեղ, ես կարծում եմ։ Համեցեք։ Աննա Կարապետյան, Gem News, Երևանյան հանդիպումից հետո հայտնել եք, որ պլանավորում եք խմբի